բեռնափոխադրողները այդ 90 օրվա մեջ չեն տեղավորվում տարվա կտրվածքով, որովհետև ճանապարհները փակ են, ստիպված են լինում երկար մնալ Ռուսաստանի տարածքում, ինչ խնդիր կա, որ չեն տեղավորվում։ Բոլորը միասին։ Այսինքն հնարավոր է, որ բեռը բավականին երկար ճանապարհ են տանում իրենք, հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքը դա Հայաստանի Հանրապետության տարածք չէ, որ մեկ օրում հնարավոր լինի մի ծայրից մյուսը գնալ, այնտեղ օրեր են պետք, հետո բեռը տանել, տեղ հասցնել, դատարկել, նոր բեռ վերցնել, վերադառնալ, եւ կարող է այդ, չգիտեմ, 6-7 անգամ գնալ գալու պարագայում այդ 90 օրը ծախսվի։ Մյուս կողմից, անշուշտ ձեր ասած տարբերակը եւս կա, երբ որ մարդիկ գալիս են եւ Լարսի անցակետում օրերով ցավոք հաճախ երկար են մնում, այսինքն լինում են դեպքեր, երբ լինում են 10, 15, նույնիսկ 20 օր իրենք ուղղակի այդ անցակետում մնում են մինչև կարողանում են դուրս գալ։ Եվ այս օրերը եւս այդ 90 օրից հաշվարկում են, այսինքն ստացվում է այնպես, որ կամ երկար ճանապարհի պարագայում, կամ եթե օրինակ մեքենան փչացավ եւ չհասցրեց դուրս գալ էլի, գումարվում է այդ ժամկետը եւ նաեւ այն, որ Լարսում իրենք ուղղակի ստիպված սպասում են իրենց կամքից անկախ պատճառներով եւ այս բոլոր օրերը գումարվում են։ Ու ստացվում է, որ անձիկ այդ 90 օրը ուղղակի չեն կարող չգերազանցել։ Նույնիսկ եթե Լարսի խցանումները չլինեն, միևնույն է, հաճախ բեռներ տանող բերող անձինք տարվա ընթացքում միանշանակ գերազանցելու են այդ 90 օրը։ Այդ 90 օրը բավարար չի։ Մյուս կողմից էլ երբ խոսում ենք բեռնափոխադրումների մասին, այս կատեգորիայի անձինք որևէ կերպ չպետք է դիտարկվեն օրենքի այս կետի տակ որպես օտարերկրացիներ։ Դրանք այն օտարերկրացիները չեն, որոնք գնում են Ռուսաստանի Դաշնություն մասնավոր այցի նպատակով, քանի որ նրանց մեկ անգամյա մուտքը եւ գտնվելը ՌԴ տարածքում 30 օրից պակաս է տևում, նրանք շատ հաճախ նույնիսկ միգրացիոն քարտ չեն վերցնում, ինչը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին թույլատրված է 30 օրից պակաս ՌԴ մուտք գործելու պարագայում նույնիսկ միգրացիոն քարտ չվերցնել եւ այցի նպատակ չնշել։ Բայց այն փաստը, որ նրանք մուտք են գործել, ֆիքսվել է մուտքը եւ դուրս գալու փաստը ֆիքսվելուց հետո այդ օրերի տարբերությունը 90 օրը գերազանցում է, այս պարագայում նրանք հայտնվել են այս իրավիճակում։ Հիմա եթե օրինակ բեռնափոխադրող անձը 90 օրը արդեն լրացել է, սահմանապահը թույլ է տալիս, որ իրենք մուտք գործեն երկիր, հնարավոր չի սահմանին կանխել, որպեսզի այս մարդիկ ստիպված չլինեն մուտքի արգելք ստանալ 3 տարով արդեն ոստիկանության կողմից։ Այստեղ էլ մի այլ հակասություն ունենք, սահմանապահները առողջ տրամաբանության շրջանակում պնդում են, որ այս օրենքը չպետք է վերաբերվի բեռնափոխադրողներին եւ խոչընդոտ չեն հանդիսանում, նրանց թույլ են տալիս, որ մուտք գործեն Ռուսաստանի Դաշնություն, պնդելով, որ այս օրենքը չի վերաբերվում իրենց։ Ցավոք դա չիմացության արդյունք է։ Իսկ ներքին գործերի նախարարության աշխատակիցները, դիցուք այս պարագայում ոստիկանները կամ ճանապարհատրանսպորտային ուրեմն ոստիկանները իրենք կանգնեցնում են, հաշվում են այդ օրերը եւ քանի որ այս օրենքի կիրառությունը դրված է ոստիկանության վրա եւ ոստիկանությանը թույլատրված է այսուհետ առանց դատարանի որոշման արտաքսել, այսինքն վիսիլկա անել անձին, իրենք այդ օրենքով նախաձեռնված իրենց տրված իրավասությունը իրացնում են եւ անձանց դնում են մուտքի արգելք, հաշվարկելով նրանց ավելորդ, այսպես կոչված, ավել գտնված ժամանակահատվածը եւ սա անշուշտ լուրջ խնդրի է բերում, որ սահմանապահը խոչընդոտ չի առաջացնում, իսկ ոստիկանները համարում են դա օտարերկրացու կողմից իրականացված իրավախախտում դրանից բխող հետևանքներով։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։